Ռուսաստանը գիշերն ավելի քան 600 անօդաչու թռչող սարք և 70 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում 5 մարդ է զոհվել, 35-ը վիրավորվել։ Ավերածություններ են արձանագրվել ամբողջ մայրաքաղաքում։ Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի գլխավոր հոգևոր և մշակութային հուշարձաններից մեկի Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Հին սրբապատկերները և սրբազան մասունքները շտապ տեղափոխվել են։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայրավանքին հարվածն անվանել է քրիստոնեական մշակույթի դեմ Ռուսաստանի ամենածանր հանցագործություններից մեկը։ Կիևը պնդում է, որ մայրավանքի տարածքին հարվածել է ռուսական 2 անօդաչու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքները, պնդելով, թե իբր հարվածը հասցվել է ամերիկյան Patriot Hop համակարգի հրթիռով։ Կիևից բացի թիրախավորվել են նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Սումիի և Նիկոլաևի մարզերը։ Խարկովում 5 փրկարար է զոհվել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական նոր հարվածների հետևանքով։ 13 մարդ վիրավորվել է։ Վիրավորներ կան նաև Սումիում, Զապորոժիեում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 123 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Տուլայում 3 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել Ֆրանսիայում հունիսի 15-ից 17-ն անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում, սակայն առաջարկը մերժվել է։ Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայն էին, բայց Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ բանակցությունների, հայտարարել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ Եմեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է 80-ից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց թվում են Լուկոյլ Արևմտյան Սիբիր, Գազպրոմնեֆթ Շիփինգ ընկերությունները և մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ։ Բացի ռուսական ընկերություններից պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև թուրքական, ադրբեջանական, բելառուսական, էմիրաթական, չինական և լիբերիական ընկերություններ։ Լյուքսեմբուրգում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում տրվել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վստահություն է հայտնել, որ այդ երկրները կկարողանան գրանցել առաջընթաց և հուլիսին բանակցություններ կսկսեն մնացած 5 փուլերի շուրջ։ Կիևը և Քիշնևը ԵՄ անդամակցության համար դիմել են 2022-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո։ Սակայն Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը կասեցնում էր Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։ Երկրի նոր կառավարությունը Պետեր Մադյարի գլխավորությամբ հունգարացի փոքրամասնությունների իրավունքների շուրջ համաձայնության է եկել Կիևի հետ և հանել անդամակցության բանակցություններ սկսելու վետոն։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։